Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Ուժեղ Հայաստան կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվել է, տեղեկությունը հայտնել է նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը։ Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, բացահայտվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք։ Այս գործի շրջանակում Ալիկ Ալեքսանյան ձերբակալվել է իրավապահների կողմից։ Քննությունը շարունակում է, իսկ դատարանը որոշել է որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանքը։ Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները հունիսի 2-ին հատել են Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը եւ մեկնել Կարս։ Այսը կազմակերպվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում եւ երկու երկրների կառավարությունների աջակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են սննդի, խմիչքների, շինարարության, զբոսաշրջության, ծխախոտի, ծաղկաբուծության եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ։ Կողմերը նշել են, ձևավորվել է բարենպաստ միջավայր Հայաստանի եւ Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի համար։ Քննարկվել են նաեւ ախալքալակ Կարս երկաթուղու օգտագործման եւ տարածաշրջանային առևտրի ընդլայնման հնարավորությունները։ Եվրամիության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հայտնել է, Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է ԵՄ համերաշխությունը Հայաստանի հետ։ Նրա խոսքով Հայաստանի ինքնիշխան եւ անկախ պետություն է, իսկ նրա ժողովուրդը ազատ է ընտրելու իր զարգացման ուղին։ Կոսը նշել է, Եվրամիությունը ուսումնասիրում է Հայաստանին տրամադրվող աջակցության ավելացման հնարավորությունները։ Նա նաեւ ընդգծել է Հարավային Կովկասի հետ առևտրային եւ էներգետիկ կապերի ամրապնդման կարեւորությունը։ Եվրահանձնակատարը հատուկ նշել է Ռուսաստանի կողմից աճող տնտեսական ճնշումների պայմանները։ Մայրաթոր Սուրբ Էջմիածում Գարեգի II ընդունել է Դանիայի ավետարանական լյութերական եկեղեցու շուրջ 30 հոգևորականների եւ ուխտավորների։ Հայոց Հայրապետը կարևորել է նման այցը որպես փոխճանաչողության եւ հոգևոր կապերի ամրապնդման հնարավորություն։ Նա ներկայացրել է հայ առաքելական Սուրբ եկեղեցու պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում։ Կաթողիկոսը անդրադարձել է նաեւ հայ ժողովրդի առջև կանգնած մարտահրավերների եւ շնորհակալություն հայտնել միջազգային եկեղեցական կառույցներին աջակցության համար։ Հանդիպման ավարտին նա պատասխանել է եկեղեցի պետություն հարաբերություններին վերաբերող հարցերին։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը մասնակցել է ախալքալաքում անցկացված Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուլալօղլուն եւ Ադրբեջանի նախարար Ռաշադ Նաբիևը։ Խուդատյանը հայտնել է, կարճ շփումներ է ունեցել գործընկեր նախարարների հետ, երկաթուղին տարածաշրջանի կարևոր ենթակառուցվածքային նախագծերից մեկն է։ Բացման արարողությունը տեղի ունեցել միջազգային մասնակցությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդմամբ քննարկվել է Երևանի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորման ընթացքը։ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի կապակցությամբ։ Կողմերը խոսել են նաեւ տարածաշրջանային խնդիրների մասին։ Էրդողանը նշել է, Թուրքիան շարունակում է քայլեր ձեռնարկել ուղիղ առևտրի մեկնարկի եւ տարածաշրջանային խաղաղության ամրապնդման ուղղությամբ։ Պոլիտիկոյի տեղեկություններով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը 5-շաբթի օրը հեռախոսազրույց կունենա Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրույցը տեղի ունենում այն ժամանակ, երբ Հայաստանում ընդունվել է Եվրամիության անդամակցելու մտադրության մասին օրենքը։ Միաժամանակ Երևանը շարունակում է անդամակցել ԵԱՏՄ-ին։ Հայաստանի եվրոպական օրակարգը վերջին ամիսներին դարձել է ակտիվ քննարկումների թեմա ինչպես Բրյուսելում, այնպես էլ Մոսկվայում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, Ռուսաստանը դժգոհ է Հայաստանում ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունից։ Նրա խոսքով կան փաստեր, որոնք վկայում են, որ ռուսական կողմը կցանկանար տեսնել գործող վարչապետի պարտությունը ընտրություններում։ Ռուբիոն ընդգծել է, Վաշինգտոնը չի պահանջում Հայաստանից խզել հարաբերությունները այլ երկրների հետ։ Նա նշել է, խաղաղությունը կարևոր է, սակայն այն պետք է ուղեկցվի տնտեսական հնարավորություններով։ Ամերիկացի պաշտոնյան խոսել է նաև երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտության մասին։ Փաշինյանը հայտարարել է, Արցախի խնդրի լուծման տարբերակներից մեկը կարող է լինել տարածքային փոխանակումը։ Նրա խոսքով հարցը պետք է լուծվի այնպես, որ ապագա սերունդները չժառանգեն նոր հակամարտություններ։ Վարչապետը նշել է, Հայաստանի եւ Ադրբեջանի նպատակն է սահմանազատման գործընթացը վերածել խաղաղ լուծումների մեխանիզմի։ Նա ընդգծել է կադաստրային հստակ սահմանների կարևորությունը։ Փաշինյանի խոսքով Հայաստանի պաշտպանունակությունը շարունակաբար աճում է։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախընտրական բանավեճի ընթացքում հայտարարել է. խաղաղության որևէ երաշխավոր երբեք չի գործում միայն բարի կամքի կամ սիրուն աչքերի համար, այլ առաջնորդվում է սեփական շահերով։ Միրզոյանը հիշեցրել է Հայաստանի վերջին տարիների փորձը անդրադառնալով այն պետությանը, որը եղել է զինադադարի երաշխավոր եւ խաղաղապահ ուժերը տեղակայել տարածաշրջանում։ Նախարարը նշել է, պատմությունը ցույց տվեց, երբ զինադադարը եւ խաղաղության պայմանները խախտվում էին, այդ երաշխավորը կամ բավարար քայլեր չձեռնարկեց կամ ընդհանրապես որևէ արձագանք չցուցաբերեց։